Կյանքը սովորեցնում է, բայց ոչ միշտ միանգամից։ Երբ սկսում ես հասունանալ ոչ թե տարիքով, այլ փորձով, սկսում ես տեսնել մարդիկ, որ գալիս են քո կյանք, 4 տեսակ են լինում։ Առաջինը ուղարկվածներն են։ Սրանք այն ընկերներն են, որոնց ներկայությունը զգում ես, նույնիսկ երբ նրանք հեռու են։ Նրանք քեզ հիշեցնում են Աստծուն, որովհետև իրենց մեջ սեր կա առանց պայմանների։ Նրանք գիտեն, երբ լռեն, երբ խոսեն, երբ պարզապես լինեն։ Նրանք քեզ սիրում են, ոչ այն պատճառով, թե ով ես դու, այլ այն պատճառով, թե ովքեր են իրենք։ Նրանք աղոթում են քո համար, երբ դու անգամ չես խնդրում։ Նրանք կողքին ոչ թե ուժեղ ես զգում քեզ, այլ հանգիստ։ Նրանք անտեսանելի աղոթքների պատասխանն են, գալիս են ճիշտ պահին, մնում են մաքուր սիրով։ Երկրորդը օգտագործողները։ Նրանք հայտնվում են գունավոր խոսքերով, ժպիտներով, խոստումներով, բայց նրանց սրտում ոչ մի ճշմարտություն չկա։ Նրանք կողքիդ են, երբ լույս կա, երբ դու ունես, տալիս ես, օգնում ես, բայց հենց լույսը մարում է քո շուրջը, նրանք անհետանում են, ինչպես խավարի մեջ մոլորված ստվեր։ Նրանք չեն սիրում քեզ, նրանք սիրում են քո ունեցածը, և երբ այլևս ոչինչ չունես տալու, դադարում ես լինել հետաքրքիր։ Նրանք կոտրում են առանց ափսոսանքի, որովհետև երբեք չեն կառուցել։ Երրորդ տեսակը։ Երրորդը ներկայության պատրանք ունեցողներն են։ Այս մարդիկ շատ են։ Նրանք քեզ միշտ շրջապատում են ծննդյան օրերին, միջոցառումներին, առօրյա ձանձրույթներում։ Նրանց հետ կարող ես խոսել, ծիծաղել, քննարկել հազար ու մի բան։ Բայց երբ հոգիդ կոտրված է, երբ աղոթքի պես լռում ես, նրանք չեն նկատում, նրանք տեսնում են դեմքդ, ոչ հոգիդ, քեզ ճանաչում են անունով, ոչ զգացմամբ։ Նրանց հետ կարող ես լինել ամբոխում, բայց մենակ, ու մի օր հասկանում ես, շատ մարդ ունենալը չի նշանակում միայնակ չլինել։ Չորրորդ տեսակը։ Հպարտություն ներշնչող, բայց դատարկ ներսով հարուստները։ Դու հաճախ ասում ես իմ հարուստ ընկերը, ու մի պահ քեզ ապահով ես զգում, մտածում ես, եթե երբևէ կարիք լինի, նա կողքիդ կլինի, բայց երբ իրական կյանքը քեզ հարվածում է, հասկանում ես, հարուստը կարող է ամեն ինչ ունենալ, բացի խիղճ, հավատ, սեր։ Նրա գրպանը լի է, բայց սիրտը դատարկ, նրա տունը շքեղ է, բայց հոգին աղքատ, և այդ պահին հասկանում ես, փողը երբեք չի գնել բարություն, որ հարուստ ընկեր ունենալը առավելություն չէ, եթե նրա արժեքը դրամանիշով է չափվում, ոչ թե հոգով։ Ու հետո գալիս է հասկացողության պահը, միգուցե ուշ, բայց անխուսափելի։ Դու հասկանում ես, Աստված երբեք քեզ չի ուզում միայնակ թողնել։ Նա ուղարկում է իր մարդկանց, ոչ շատ, բայց ճշմարիտ, որ մի անկեղծ ընկեր արժե հազարավոր ծանոթներից ավելիին, որ մի պարզ աղքատ, բայց մաքուր սրտով մարդ կարող է բժշկել քո հոգին այնպես, ինչպես հարուստները երբեք չեն կարող, որ սրտի ջերմությունը չի գրվում բանկային հաշիվների վրա, այլ աղոթքի էջերում։ Մի օր դու նայում ես անցյալիդ ու հասկանում, շնորհակալ ես ոչ թե նրանց, ովքեր եկել էին ուրախանալու հետդ, այլ նրանց, ովքեր մնացին, երբ աշխարհը լռեց, ու այդ ժամանակ դու գիտակցում ես։ Ընկերությունն Աստծո լեզուն է։ Ու մի օր, անցնելով փորձությունների, մենակության, հիասթափության միջով դու կանգնում ես, ու ոչ թե այն պատճառով, որ այլևս ուժ չունես գնալու, այլ որովհետև սկսել ես հասկանալ, դու հասկանում ես, որ իրական ընկերությունը չի ստեղծվում ժամանակով, հաճոյախոսություններով կամ գումարով, այն կերտվում է խոնարհությամբ, լռությամբ, զողողությամբ ու աղոթքով, որ Աստված երբեմն վերցնում է մարդկանց քո կյանքից ոչ թե որովհետև դու վատն ես, այլ որովհետև նա ցանկանում է մաքրել սիրտդ իրականի համար,
որ մի ճշմարիտ ընկեր Աստծուց ուղարկված կարող է փոխարինել ամբոխի բոլոր ժպիտներին։ Դու սկսում ես շնորհակալ լինել նրանցից, ովքեր հեռացան, որովհետև նրանք թողեցին տեղ նրանց համար, ովքեր մնացին։ Շնորհակալ ես Աստծուն, որ չլսեց բոլոր աղոթքներդ, որովհետև իր մտահղացմամբ ուղարկեց միայն նրանց, ովքեր պիտի գային քո հոգին ամրացնելու։ Եվ այդ պահին դու հասնում ես ամենակարևոր ըմբռնման։ Լավ ընկերները պատահականություն չեն։ Նրանք Աստծո պատասխանն են քո լռակյաց աղոթքներին, իսկ մնացածը փորձություն էին, որ դու սովորես սերը զանազանել շահից ու հավատարմությունը ներկայությունից։ Խնդրում եմ մեկնաբանություններում գրես ինչպիսի ընկերներ ունես դու և արդյոք նման կյանքի փորձություն քեզ հետ պատահել է։ Շնորհակալ եմ, որ լսեցիք մինչև վերջ։